Ասեմ ձեզ, ես ընդհանրական կպատասխանեմ, ինձ թվում է այն մեղադրանքները, որոնք գործի մեջ արտացոլված են, դրանց վերաբերյալ Բաբայան Արսենը փաստաբանը կարող է ավելի հստակ բարձրաբանումներ տան, բայց այդ քունջը, որ ներկայացված է, ես կարծում եմ կզարդարեր Ալ Կապոնեի կենսագրությունը։ Ինձ հետ որևէ առնչություն բնականաբար չունեն, հիմա իմ խիղճը հանգիստ է, թե հանգիստ չէ։ Գիտեք ինչ, ես չեմ կարծում, որ այստեղ որևէ մարդ կա, կամ այս օրերին որևէ մարդ կա, որը որ հանգիստ է ընդհանրապես։ Իսկ ես այս առումով հանգիստ եմ Աստծո հետ, ինքս ինձ հետ, եւ ինչ-որ մեկի ընտանեկան արխիվից ենթադրաբար հրապարակված տեսագրությունը, որ վերագրվում է ինձ, չի կարող անհանգստություն բերել իմ խղճին։ Դուք գիտեք մարդիկ, որոնք նախասիրություններ ունեն, չէ, իրենց ընտանեկան ալբոմից, արխիվներից ինչ-որ հրապարակումներ անեն։ Ու չի բացառվում, ինչ-որ մարդիկ իրենց ընտանեկան արխիվից ինչ-որ ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակել, փորձելով տարբեր հնարանքների միջոցով դա կապել իմ անձի հետ։ Դա իմ խիղճը չի կարող վրդովեցնել։ Իհարկե դա ցավալի է, որովհետև անախորժություններ է ստեղծել ինձ հարազատ մարդկանց համար, անհարկի անախորժություններ, անարդար անախորժություններ, բայց դրանից ոչինչ վճռականություններ նվազել, ոչ էլ ես ինչ-որ ձևով ընկճված եմ և կամ կոտրված։